Շնորհակալ Գործը իհարկե հերթական այս իշխանությունների կողմից հարվածան հասկանալի գործ է եւ այն ինֆորմացիան, որը տարածվել է Ջակապոմիլեի կողմից այնքան հեղեղուկ է եւ այնքան հեճերի, որ այս պարագայում գործ անվանել դա պարզապես կարելի ակնհայտ է, որ այս փուլում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործընկերային եւ որին ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ թեև շատ կուզենայի որ գոնե այս անգամ դատարանը հաջողորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել որ դատական համակարգը անկախ է գործադիրից բայց ով է դատավորը Այո, սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը, մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն կունենայինք չէ, Մասիսը չէ Մելքոնյան, գործը քննում է դատավորը Աբելյան, եթե չեմ սխալվում, եթե մեկ վարքյան ճիշտ ասեմ անունը, որպեսզի Գարիկ Աբելյանն է Մասինը առաջընթաց կա Հետևաբար ուզում ասեմ, այս պարագայում այնպես չէ, որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել, որ դուրս են գալու խալանքի որոշումով, բայց գիտեք, մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ, որ շատ դժվար է լինում ակնկալել որ կկայացվեն արդարացի որոշումներ, հետևաբար դա եմ ասում, ես ուզում եմ որ հավատալ, որ այս անգամ դատարանը մեզ հաջողել է Տիկին Վարդանյան, դուք որպես պատգամավոր այս մեղադրանքի հետ կապված կարող եք ասել, մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ-որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել, պետական գաղտնիք, օրինակ փակնիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը ու դա համարում են պետական դավաճանի։ Նա պետք է սկսենք նրանից, որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդակցությունը, որ քննչական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան падգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ-որ այլ անձանց։ Հետո երբ պարզաբանում եղավ, որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը падգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մենք էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռք բերել։ Եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի դեռ չէր ստորագրել, հետևաբար падգամավոր լինելու պարագայում է նաեւ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարող է դեպքում Թեզանից է ստացվել, այլ գործընկերներից հետ ենթադրյալ ինֆորմացիաները ձեռքներին ասեն։ Պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր падգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ԿՊ падգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օգնում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին, ես բազմապես խորհուրդ կտամ հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ին եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարություններ եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասացին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետեւ լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ, ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ բաժանաբանում չտվեցին եւ մենք բոլորս այդքան նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները արժանանից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս։ Բայց այդ լսումները մի կողմ, որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ-որ տեղից դեռ կա, որովհետեւ որևէ ԿՊ պատգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացվել, թե ինչ է քննարկել։
ձեզ ասեմ, որ ձեր չեմ ասում, որ հատկապես ձեր բանը։ Հիմա այդ Անդրանիկ Թևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկրի, օրինակ Ռուսաստանի եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստամյութը։ Ես կարծում եմ, այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի վարչական կոմիտեն իր կառույցի ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ծագում են նաեւ մեզ մոտ։ Տելեգրամով աղարկյալ Եվ ինձ օրինակ շատ հետաքրքիր է, թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետև մեր վարույթները իրականացում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպեսզի ուրեմն կազմեն այնպիսի ապացույցներ, որով փորձեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամին բառերը ապացույցների հետ կապված, որ ասում եք, որ ասենք ֆորմի կոկա-կոլային դալիս համար, որոնք ապացույցական բաժանը հրապարակում են, այս դեպքում եթե ձայնագրություն, տեսանակ, եթե կա, ինչու չեն հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել, ինչու եմ ասում, կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են որևէ հաստատում կամ որևէ ձայնագրություն, կտրում, կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ականատես են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն եղել։ Ամեն ինչ եթե բանի դեպքում, զանցակի դեպքում ապացույցները բռնած իհայտ են, բայց մենք ամեն օր ըստ էության լրատվամիջոցներում քննչական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ, հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ, իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան, մի բան է, Անդրանիկ Թևանյանը համարվում է ռուսական գործիչ։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր գործողությունների հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկի պրոռուսական կամ պրոարևմտյան, ես դիտարկում եմ Անդրանիկ Թևանյանը պրոհայաստանյան գործիչ։ Ինքը Ռուսաստանից երբևէ որևէ գումար ստացել, ինչ-որ բանի դիմաց։ Ճիշտ հասցեատիրոջ չէ։ Դες որ մի թիմից եք հետաքրքիր օրինակ $622,000 որ նշում եմ նախ կա թե չէ թե օրինակ օրինակ չի վեր եւ եթե իսկապես կա որտեղ է ես այդ հարցին կարողանամ պատասխանել բաց հավասար դեպքում եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն հետեւաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդի այլ նաեւ կասկածում եմ որ մենք կարողանալու ենք ապացույցներ ներկայացնել նաեւ Այսինքն բայց դուք 622,000 թվի հետ կապված է դոլարի հետ կապված դուք ինչ կարող եք ասել։ Ես ձեզ հիմա ամեն ինչի մասին իմացել եմ քննչական կոմիտեի հայտարարությունից։ Եվ ես այդ քննչական կոմիտեի ես իրավունք ունեմ կասկածի տակ դնելու, որտեղ կոնե վերջին ապացուցում։ Տեսեք, մի ժամանակ հիշում եմ որ շրջանակները Անդրանիկ Թևանյանը մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, գնացի գցել հերթելասանյան փորձել է, հիմա էլ ասում եմ Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում, ես Անդրանիկ Թևանյանին դիտարկում եմ պրո։ Եթե համարում են շտյուրապետական հետևաբար ես ակնկալում եմ, որ այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, որ ես խիստ կասկածում եմ։